Սպասված ակցիայի ձյան համակարգից։ Փոխարինեք ձեր 5 նոր առավել ժամանակակից եւ խնայող կաթսայով։ Մանրամասները easyrsystem.am Միևնույն ժամանակ երեկ հայտնի է դարձել, որ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ միասին պաշտոնական ծանոթում է ուղարկել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին ներդրումային վեճի վերաբերյալ։ Ծանոթումը հիմնված է Հայաստանի եւ Կիպրոսի հանրապետությունների միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագրի վրա։ Այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։ Նշվում է, որ ներդրումային վեճի մասին ծանոթումը նախազգուշացնող բնույթ է կրում։ Դրանում բաժնետերերը պնդում են, որ Հայաստանի պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով եւ ուղղված են հեծի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։ Բաժնետերերի խոսքով այս գործողությունները խախտում են 1995-ին Հայաստանի եւ Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։ Առաջին հերթին Հայաստանի պետական պաշտոնյաները արդար եւ հավասար վերաբերմունք, ինչպես նաեւ լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն Կարապետյանների ընտանիքի եւ նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ, համաձայնագրի խախտմամբ Հայաստանի պետական մարմինները ձեռնարկում են քայլեր հեծի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։ Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով եւ միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանը առերեսվելու է միջազգային վարույթի եւ դրա արդյունքում ամբողջ փոխհատուցում վճարելու պարտավորության հետ։ Խնդրի հետ կապված օրերս ուշագրավ դիտարկում է արել նաեւ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Նա այդ կապակցությամբ նշել է. նախ եւ առաջ պետք է ընդունել, որ այս մեխանիզմը գոյություն ունի եւ կիրառվում է նույնիսկ աշխարհի զարգացած շուկայական տնտեսություններում։ Այնուամենայնիվ այն մնում է ծայրահեղ միջոց, որը սովորաբար նախատեսված է այն իրավիճակների համար, երբ քաղաքականության իրականացման բոլոր մյուս ուղիները սպառվել են։ Սա հատկապես արդիական է մենաշնորհային հանրային ծառայություններ մատուցող ենթակառուցվածքային ընկերությունների դեպքում։ Նման սցենարներում կառավարությունը ունի բիզնես գործընթացի բոլոր ասպեկտները կարգավորելու կարողություն, սկսած գնագոյացումից եւ ծառայության որակից մինչեւ մատակարարի հաշվետվողականություն, թափանցիկություն եւ ֆինանսական բացահայտումների ճշգրտություն։ Համապատասխան օրենսդրական շրջանակի դեպքում, ինչպես սահմանված է Հայաստանում, կառավարությունը կարող է արդյունավետորեն վերահսկել ենթակառուցվածքների կառավարումը, կարգավորելով սակագները, սահմանելով ստանդարտներ, կիրառելով որակի վերահսկողություն ու ապահովելով թափանցիկություն։ Նման պայմաններում ազգայնացմանը անցնելը խիստ ռիսկային քայլ է, որը կարող է խաթարել ներդրումների վստահությունը եւ հանգեցնել թանկարժեք միջազգային վեճերի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արմատական միջոցառումների փորձերը հաճախ հանգեցնում են երկարատև դատական վեճերի ու զգալի ֆինանսական կորուստների։ Օրինակ 2012 թվականին Վենեսուելան ազգայնացրեց ExxonMobil եւ ConocoPhillips խոշոր նավթային ընկերությունները։ Հետևաբար միջազգային արբիտրաժային դատարանները պարտավորեցրին երկրին վճարել 100 միլիոնավոր դոլարների փոխհատուցում, ինչը բացասաբար ազդեց ազգային ներդրումային միջավայրի վրա։ Բոլիվիայում 2008-ին կառավարությունը ազգայնացրեց գազի ոլորտը, ինչը հանգեցրեց բազմաթիվ դատական հայցերի եւ օտարերկրյա ներդրողների վստահության անկման։ Միջազգային դատարանները միլիոնավոր դոլարների փոխհատուցում շնորհեցին։ Արգենտինայում 2014-ին ազգայնացումը եւ պարտքի վերակառուցումը հանգեցրին զգալի դատական գործընթացների եւ ներդրողների վստահության կորստի։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ մեզ համար։ Այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ ազգայնացման որոշումներին պետք է մոտենալ ծայրահեղ զգուշությամբ։ Նման գործողությունները կարող են ունենալ երկարաժամկետ ռազմավարական հետևանքներ, ներառյալ զգալի ֆինանսական ծախսեր ու ներդրումային միջավայրի վատթարացում։ Շատ դեպքերում ավելի խելամիտ եւ անվտանգ է կիրառել կարգավորող գործիքներ, օրենսդրական միջոցառումներ, սակագնային կարգավորում, որակի չափանիշներ, թափանցիկ ընթացակարգեր եւ անկախ կարգավորող մարմիններ։ Ինչ է առաջարկում նա։ Նման որոշումներ կայացնելուց առաջ խորհրդարանը պետք է անցկացնի դրանց տնտեսական ազդեցության ու հնարավոր օգուտների համապարփակ վերլուծություն։ Կարևոր է ներգրավել օտարերկրյա փորձագետների ու մասնագիտական խորհրդատուների երկրի ապագա զարգացումը վտանգող սխալներից խուսափելու համար։ Նման միջոցառումների շտապողականությունը առանց մանրակրկիտ քննարկման կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Եվ այժմ կզրուցեմ տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասիթ Հավադյանի հետ։ Բարև ձեզ։
Եվ այսպես, պարոն Թավադյան, ես նշեցի, որ ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարել, օրակարգում նաև հեծի ազգայնացման հարցը պետք է քննարկեն, օրենսդրական հիմքեր եւ այլն, հա։ Սկսենք սրա տնտեսական նշանակությունից, հա։ Հիմնական պատճառը այն է, որ լավ չի աշխատում հեծը, քաղաքացիները բողոքում են, պարբերաբար հոսանքազրկումներ, մարդկանց գույքն է տուժում, մեկի տնտեսական ֆինանսական հնարավորություններն են տուժում դրանից ու այսպես շարունակ։ Ինչ տնտեսական էֆեկտներ, ազդեցություններ կարող է ունենալ էլեկտրական ցանցերի ազգայնացումը։ Ուրեմն, այստեղ հարցն առնում է, որ ինչպես դուք նշեցիք, վերջին ժամանակում շատ որոշումները կատարվում են հապճեպ։ Ու այստեղ կարևոր չի որոշումը, ոնց ասենք որոշումը հենց, այն ինչպես է կատարվում, ինչ ժամանակահատվածում է կատարվում, որտեղ շատ լավ նախագծեր են եղել, որոնք ի սկզբանե լավ նպատակ են արձանագրել Հայաստանի Հանրապետությունում, բայց քանի որ դրանք կատարվել են հապճեպ, բացասական հետևանքներ են բերել, ինչպես դուք նշեցիք, նույնն էլ կարող է սա լինել, որտեղ սա ճիշտ է, ունի տնտեսական շահեր, բայց քանի որ քաղաքական ու արագացված կարգով է կատարվում հիմնական քաղաքական նպատակներով, տնտեսական կարող է բացասական կարող է ազդեցություն ունենալ։ Ուրեմն նշեմ, որ անջատումների մասին, անջատումները իհարկե շատ են եղել, ու բողոքների տեղեկ կա, որտեղ միայն 2024 թվականի ընթացքում առաջի կիսամյակը մոտ 1500 անջատում է եղել, ենթադրաբար տարվա ընթացքում 2000-2500 անջատում կարող է եղած լինել 2024 թվականի ընթացքում, եւ մենք տեսանք, որ դրանից հետո արդեն 2025 թվականին ու ասեմ, որ անջատումները հատկապես եղել են ունեցել կենտրոն համայնքում եւ Կոմիտասում մոտ 500 եղել են կենտրոնում, մոտ 500-ը 1/3-ը Կոմիտասում եւ մենք տեսանք, որ վերջին տարվա ընթացքում բավականին սկսել է արդիականացվել ցանցը, այսինքն մենք տեսանք, որ բավականին ճանապարհները փորվել են, հատկապես կենտրոնում Կոմիտասում նույնպես լարերը փոփոխվել են, որոշակի դրական արձագանք կա այդտեղ։ Սակայն նշեմ, որ այստեղ ոչ այնքան այս պահին մենք հեծի սեփականաշնորհման մասին պիտի մտածենք, այլ ապագայի մասին պիտի մտածենք, թե այս ամենը ինչ կարող է բերել եւ ապագան ինչ է մեզ բերելու։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես էներգետիկ ռեսուրսները շատ թանկ են։ Ինչ նկատի ունեմ, եթե համեմատենք բենզինի գինը Հայաստանի Հանրապետությունում, մեր տարածաշրջանում ամենաթանկն է։ Դե հասկանալ դա ունի ինչպես քաղաքական, այլ նաև աշխարհագրական պատճառներ, որովհետև Ռուսաստանից բենզինը հասնել Հայաստանի Հանրապետություն բավականին թանկ է։ Նույնը վերաբերվում է էլեկտրաէներգիային։ Էլեկտրաէներգիան տարածաշրջանում ամենաթանկն է Հայաստանի Հանրապետությունում եւ համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի մենք ամենաքիչ էլեկտրաէներգիան ենք արտադրում, որը շատ խոցելի է ու եթե մենք խոսում ենք տնտեսական անվտանգության մասին եւ պետության ապագայի մասին, ապագայում տնտեսությունը, պետությունը գոյություն ունենալու է թե չէ, մենք չպիտի մտածենք այս պահին հնայի, գնաճի եւ այլ տպեցուցանիշների մասին, այս ամենը ընդհանրապես աղմուկ է։ Երկու ցուցանիշ կա, որոնք հիմնականում կանխատեսում են ապագան դերության։ Առաջինը դա ժողովրդագրությունն է, թե ինչքան ենք երեխա ունենում այս պահին, որովհետև այս պահին եթե երեխա չլինի, չի լինի ապագա հասարակություն։ Սրա մասին առաջին հերթին պիտի մոտենք, այստեղ մենք կաղում ենք, եւ երկրորդը դա էներգետիկ անվտանգությունն է, այսինքն ապագայում ինչքան էլեկտրաէներգիա մենք կարող ենք արտադրել, որը արտադրական հզորությունները մեր կարող են ապահովել։ Այստեղ ենք մենք կաղում, որովհետև քանի որ Հայաստանի Հանրապետությունում բենզինը ամենաթանկն է, շատերն ասում են էլեկտրաէներգիայի ջեռուցմամբ, էլեկտրաէներգիայի տաքացմամբ, ինչպես նաև էլեկտրական մեքենաներին։ Ու սրանում պիտի շատ խորհել, որովհետև այս բանին ոչ թե հեծի մասին պիտի մենք մտածենք, այլ ցանցի արդիականացման։ Ինչ նկատի ունեմ ես, որովհետև եթե ասենք կամաց շատանում են եւ էլեկտրական մեքենաները եւ սա էքսպոնենտալ աճի պես է շատանալու, այսինքն այս պահին 2 տարի առաջ ընդհանրապես գրեթե էլեկտրական մեքենա չկային, այս պահին մոտ 5% էլեկտրական է մեքենաների եւ այս տենդենսը արագորեն շատանում է։ Մենք կարող ենք տեսնել, որ 5 տարում, 6 տարում էլեկտրական մեքենաների երկրորդային շուկայի եւ այլն այնքան էժանացված լինեն, որ մեր շուկայի 50%-ը գրեթե էլեկտրական մեր շուկայի 50%-ը էլեկտրական մեքենաներ ունենա, ինչպես նաև էլեկտրական ջերուցումը բավականին մեծանալու է ժամանակի ընթացքում, արդեն մենք տեսնում ենք շուկայում էլեկտրական
ջերուսման համակարգեր, որոնք կամաց-կամաց տարածվում են, իրանց գինը արդեն համեմատելի է գազի հետ ջերուսման եւ երկարաժամկետ ընթացքում կարող է եւ ավելի էժան տալ, ինչպես նայում ենք, տեսնում ենք արևային պանելների։ Սա ինչ է նշանակում, որ այս պահին ինչ էլեկտրոէներգիա մենք արտադրում եւ սպառում ենք, կարող է 5 տարվա ընթացքում պահանջարկը 2-3 անգամ աճել ու չբավարարել։ Սա կարող է ընդհանրապես կոլապսի բերել մեր ընդհանուր համակարգը, եւ որտեղ մենք կարող ենք տեսնել ոչ թե ասենք 1-2 անջատում, այլ ընթացքում շատ մեծ քանակությամբ անջատումներ եւ սրա մասին պետք է խորհել եւ մտածել եւ պետք է հասկանալ, որ այն համակարգը, որ մենք ուզենք, ես սա զուտ նկատի չունեմ, թե ում է պատկանում համակարգը մեր մոտ այսօր։ Այն համակարգը, որ մենք ունենք, հիմնականում սովետից եկած համակարգն է, որը կներեք, բայց եթե մենք անցնում ենք կատարում մի էլեկտրոէներգիայից սնուցման մյուս էներգիա, օրինակի համար ամառվա 1-2 ամսվա ընթացքում ատոմային էլեկտրակայանը չի աշխատում։ Այդ ընթացքում հրազդանիչ լյուզերը բացում են, որպեսզի հավելյալ էլեկտրոէներգիա արտադրվի, ջեկերով ապահովեն էլեկտրոէներգիա ապահովում։ Այդ ընթացքում մեր այդ լյուզերը բացողները քանի սովետական մի հատ խաչակնքվում են, նոր են բացում, որպեսզի արտարոց իրավիճակներ չլինեն։ Այդպես հին համակարգ է, հիմա այստեղ համակարգը, որ այսքան հին է, եւ պահանջարկը, քանի որ օրեցօր մեծանալու է, խնդիրները փոփոխվել են, որովհետեւ այս բանի խնդիրները այլ են։ Այս բանի Հայաստանի Հանրապետությունում արտադրող էլեկտրականության մոտ 10-11, նույնիսկ 12% արդեն արևայինից է գալիս, 5 տարի առաջ 0 էր այդ տոկոսը, եւ տենդենս կա, որ 2 տարում այդ տոկոսը դառնա նույնիսկ 20%, եւ մեր համակարգը, որ այս պահին դրված է, չի կարող դա մարսել, չի կարող ապահովել արևային էլեկտրոէներգիայի նորմալ սնուցումը։ Սա ինչ է նշանակում, որ պետք է արդիականացնել այս պահին ամբողջ համակարգը, որը մեծածավալ ներդրումներ են պահանջում։ Հիմա այս պահին հարցը նրանում չէ, թե ում է պատկանում հեկը, որտեղ կարող է Կարապետյանին պատկանալ, կարող է ազգայնացվել, սա չէ հարցը։ Եթե նույնիսկ ազգայնացվի, հետագայում նույնպես նես խնդիրներ կարող ենք ունենալ, որտեղ մի պահ խնդիր է առաջանալու այդ ամբողջ համակարգը արդիականացնելու եւ հեծը ընդհանրապես ամբողջ ցանցը պատկանելու է նրան, ով այդ արդիականացումը կատարի։ Այսինքն կարող է Հայաստանի Հանրապետությունը գա միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ ներդնի, կարող է Ռուսաստանը գա ներդնի, կարող է այլ պետություն գա ներդնի։ Հիմա այս պահին էական չի, հեծը ում է պատկանում, ազգայնացվում է թե ոչ։ 2 տարի հետո պահանջարկ է լինելու ավելի շատ էլեկտրոէներգիայի, Ռուսաստանը գալու է, ասել է էժան ներդրումները կատարել եմ ու նորից, այսպես ասած, ռուսական կոնտրոլի տակ է դա գտնվելու։ Ինչու եք համոզված։ Սա ես համոզված չեմ, ես սա հիպոթետիկ օրինակ եմ բերում, որ կարող է այսպիսի սցենար լինել։ Հասկանալի է, այսինքն այս պահին էական չի, հեծ ում է պատկանում, սա պարզապես փոքր կռիվ է այս պահին, որը, ասենք, խաթարում է ընդհանուր պետության իմիջը եւ ներդրման գրավչությունը, որտեղ ճիշտ է, կարող է բարի նպատակով է կատարվում, բայց սակայն քանի որ հապճեպ է արվում, ինչպես շատ բաներ, ինչպես կատարվել Հայաստանի տնտեսության բանը, օրինակի համար հենց եկամուտների հայտարարումը, որը ասենք դրվեց, բարի նպատակ ունի, բայց քանի որ հստակ եւ իրան մերժ է մեսեջի կառավարության կողմից տրվող եւ հստակ չէ, ոչ մեկ չի հայտարարում իր եկամուտները եւ տարվա վերջ այնպեսի բանի ենք հանգելու, որ ոչ մեկ պետության 80% կարող է հայտարարված չլինել եւ ջրի սա գնա եւ հասկանալի չի սա ինչի համար լինել հեկը եւ սա ազգայնացումը սա շատ արագ է անում, հապճեպ է արվում, սա կարող է բերել ասենք բացասական ազդակների եւ ներդրումների գրավչության պակասի, ինչպես արևմուտքից, այնպես է Ռուսաստանից, իսկ ես որպես ասենք գործիչ, որը քաղաքականության մեջ փորձում է շատ չխառնվել, փորձում է օբյեկտիվորեն բոլոր հնարավորություններ Հայաստանի Հանրապետության գնահատել թե Ռուսաստանից եկող, թե արևմուտքից եկող, որովհետև Ռուսաստանից էլ մենք կարող ենք շահեր ունենալ, Պարսկաստանից էլ մենք կարող ենք, այդ ամեն ինչը պիտի հստակ գնահատել։ Այնպես չէ, որ ամեն ինչին չէ պիտի ասենք։ Գնահատող պետք է հասկանալ,
պետք է հասկանալ, որ այս ամենը կարող է բերել ներդրումային գրավչության եւ վստահության պակասի Հայաստանի Հանրապետությանը, որովհետեւ ասենք այս պահին կա խոսքի խնդիր Հայաստանում, որտեվ այս հապճեպ որոշումների իրականացումը բերելու են նրան, որ այնպիսի տպավորություն է ստեղծվելու, որ այսօր մի բան է ասվում, վաղ ուրիշ բան է ասվում, վաղը չէ միսօր ուրիշ բան է արվում եւ վստահության պակաս է լինելու նույնիսկ ներդրումային դաշտում, սա պիտի հաշվի առնենք։ Այսինքն մենք ոչ թե պիտի մտածենք այդ ամեն ինչը, այսպես ասած, հապճեպորեն վերցնելու կամ ազգայնացնելու մասին, այլ հասկանանք, որ հետագայում բավականին մեծ ներդրումներ է պետք անել այդ ամեն ինչը արդիականացնելու համար, որովհետև էլեկտրաէներգիայի պահանջարկը 5 տարում կարող է նույնիսկ գրեթե 2 անգամ աճել եւ հասկանալ, որ սա պետք է կատարվի ոչ թե հապճեպ, այլ կամաց ստրատեգիական քայլերով, նույնիսկ առանց չարզգայնացնենք, պարզապես հասկանանք, որ այդտեղ ներդրումներ են պահանջվում, ներդրումներ գրավենք եւ ներդրումների կառավարումով հասնենք նրան, որ մենք կառավարում ենք ամբողջությամբ հեծը։ Շատ լավ, հենց այդ կառավարման իմաստով, հա, շատ է նաև խոսում, որ պետությունը չկարող լինել լավ կառավարիչ եւ այլն եւ իրավիճակը առանձնապես չէ փոխվելու ազգայնացումից հետո, այսինքն եթե չարդիականացվի, կապ չունի, հիմա ազգայնացվածը թե մասնավոր է, շարունակելու է աշխատել այս ձևով։ Այսինքն այն պատճառաբանությունը, որ մենք բերում ենք, թե ինչու պետք է ազգայնացվի, այդ եթե մենք չարդիականացնենք ցանցը, այդ պատճառները լինելու են էլի։ Այո, պիտի ազգայնացվի, պիտի կներեք, արդիականացվի ցանցը, առաջին հաշտարայցի, այ արդիականացվի, որտեղ այսպես թե այնպես արդիականացման պահանջը հասունանալու է եւ այստեղ արդեն էական չի լինելու, հեծը ում է պատկանալու 2-3 տարի հետո, լինի դա Կարապետյանը, լինի դա եթե ազգայնացած դեպքում, ասենք կառավարությունը։ Սեստենես պահանջը լինելու է եւ արդեն ներդրումների պահանջը լինելու միլիարդավոր դոլարների այդ ամբողջ ենթակառուցվածքները արդիականացնելու, իսկ իրականում էլեկտրաէներգիայի արտադրությունը եթե հաշվի չառնենք այդ ահավոր ենթակառուցվածքները, կոպեկներ են, հենց էլեկտրաէներգիայի արտադրություն, հատկապես ատոմակայանի եւ ջեկերի էլեկտրաէներգիան։ Ստեղ հիմնական ծախսը գնում է ամբողջական ցանցի մեջ, ամբողջական ցանցի արդիականացման մեջ եւ այդ ցանցը պիտի արդիականացվի։ Հիմա ով է կրելու այդ արդիականացման ծախսերը ապագայում։ Նրան էլ պատկանելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգիական ցանցեր ազգային։ Սա է խնդիրը։ Տեսեք, մենք իհարկե խոսում ենք դրա տնտեսական, հա, առավելությունների, խնդիրների մասին եւ այլն, բայց այստեղ կա գուցե նաեւ sense գուցե կա քաղաքական բաղադրիչ, հա, ինչ իմաստով 2002 թվականին էր, որ 37 միլիոն դոլարով վաճառվեց այն տարեկան մոտ 250 միլիոն դոլար շահույթ, հա, հետապնդող այս ցանցերը, էլեկտրական ցանցերը եւ դա տեղի ունեցավ գույք պարտքի դիմաց գործարքի շրջանակում իբ թիվս այլ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում Հրազդանի ջերմաէլեկտրակայանը անցավ Ռուսաստանին, հա, որ ստորագրեց Սերժ Սարգսյանը։ Գուցե նաև այս տրամաբանության մեջ է պետք հարցին դիտարկել։ Այստեղ իհարկե կա քաղաքական բաղադրիչ, իհարկե կա, եւ իրականում, այսպես ասած, բարակույրի հետևը մեր ազգային էլեկտրական ցանցերի համար մեծ պայքար է գնում մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից կոլեկտիվ արևմուտքի, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Եվ այստեղ երկուսն էլ, այսպես ասած, տարբեր լուծումներ առաջարկելով մեկը մյուսի հետ պայքարի մեջ են։ Սա իհարկե առկա է։ Եվ այս հարցում կա քաղաքական բաղադրիչ այստեղ, որովհետև երկուսն էլ իրենց շահերն են հետապնդում, սա պետք է հասկանալ։ Ասեմ, որ ասենք իրականում Հայաստանի Հանրապետություն ամենաթանկ էլեկտրաէներգիան, որը արտադրվում է, պատկանում է հենց ջեկին, ջերմաէլեկտրակայանին։ Եթե ասենք 10 տարի առաջ
երբ արևայինը դեռ չկար, հայկական էլեկտրոցանցերի արտադրված էլեկտրաէներգիան հավասար բաշխում էր ջեկի, ատոմակայանի եւ հիդրոյի միջև, այսինքն 1/3, հիմա մոտ 43%-ը, այսինքն գերակշռող մասը արտադրվում է ջեկի կողմից եւ այն ամենաթանկ էլեկտրաէներգիան է Հայաստանի Հանրապետությունում եւ հիմնականում թանկացումները դրանով են պայմանավորված։ Հիմա այստեղ պետք է ու ջեկը հիմնականում արտադրվում է Ռուսաստանից եկած գազով։ Այսինքն եթե Ռուսաստանից եկած գազը թանկանա, ջեկի էլեկտրաէներգիան թանկանալու է եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիան թանկանալու է։ Այստեղ ասենք հիդրոն բավականին էժան է, կոպեկներ են արտադրությունը, ատոմայինի արտադրություններն էլ բավականին էժան է, կոպեկներ են։ Իրականում ատոմակայանը, եթե ճիշտ է կառուցվում, բավականին կանաչ ու ամենաարդյունավետ էլեկտրաէներգիայի ձևերից է։ Սակայն մեր ատոմակայանը արդեն բավականին հին է եւ այստեղ էլ նույնպես վարակույրի հետևը պայքար է գնում Ռուսաստանի եւ կոլեկտիվ Արևմուտքի Ամերիկայի միջև, թե ով է կառուցելու Հայաստանի Հանրապետությունում այդ էլեկտրաէներգիան։ Եթե ինձ հարցնեք, վերջում գալու են չինացիները կառուցել։ Ինչու՞։ Տենց, որովհետեւ բանը ներդրում է պահանջել, չգիտեմ, տեսնենք։ Այսինքն որպես կիսակատակ բանը այդպես է, չէ՞, եթե երկու հոգի մի, ասենք, փողոցում երկու հոգի բազար են անում մի աղջկա համար, վերջում այդ աղջիկը երրորդի հետ է պատահում, այդպես որպես կատակ դե մեջ գուցե էներգետիկ անվտանգության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա պետք է առաջնորդվել նաև գուցե քաղաքական շահերի տրամաբանությամբ։ Կարող է այստեղ էլ դիվերսիֆիկացիան որոշակի տրամաբանություն ունի, ատոմակայանը պիտի արդիականացվի եւ այստեղ այլ խնդիր է կա, որովհետեւ եթե ասենք քաղաքական բաղադրիչ այս ամեն ինչի մեջ այսպես ասած վարակույրների ետևից դուրս գա եւ ջրի երես գա, ապա կարող ենք մենք հանգել նրան, որ Ռուսաստանից եկող գազի գինը բավականին կարող է բարձրանալ, ճիշտ է դա ֆիքսված է, մենք հստակ գինով ենք առնում, բայց հնարավորություն դրա կա է եւ էլեկտրաէներգիայի գինը բարձրանա։ Դրա համար սա բավականին դելիկատ հարց է եւ այստեղ իրականում կողմերը բավականին շատ են եւ այս քայլին պետք չէ հապճեպ մոտենալ, պետք չէ, ասենք, զուտ ինչ-որ քաղաքական նկատառումներով, զուտ քաղաքական, ասենք, միավորներ չկորցնելու տենդով պայմանավորված այսօր վերցնել եւ, ասենք, ասել ազգայնացում է հեծը կամ ինչ-որ քաղաքական պայքարով նկարված ինչ-որ որոշ մարդկանց բանտարկում է, դա երկարաժամկետում հստակ ություն չի բերում եւ լավ բաների կարող է չբերել, որտեվ պետք է ուժեղ մարդիկ պետք է երկարաժամկետ կարողանան ռազմավարություն դնել եւ հետեւել այդ ռազմավարությանը։ Այս պարագայում հիմնական ամենալավ ռազմավարություն այն է, որ հասկացի, որ ապագայում էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է 2 անգամ աճել եւ ըստ այդմ այնպես անել, որ ներդրումներով, ապագա քայլելով այնպես անել, որ հետցի հիմնական կառավարումը լինի պետության ձեռքում։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանն էր։